Սիրելի աշակերտներ, այսօր ծանոթանանք ռազմավարությանը։ Ինչ է իրանից ներկայացնում ռազմավարությունը։ Ենթադրենք մենք ունենք նպատակ դառնալ այս պարագայում շախմատի չեմպիոն, եւ մենք գծում ենք քայլերի հերթականություն, օրինակ զբաղվենք առողջ ապրելակերպով, ֆիզկուլտուրա, սնունդ եւ շարունակենք այս ցանկը, ենթադրենք լավ սովորենք, լինենք աշխատասեր, գրանցվենք լրացուցիչ դասընթացների, իսկ գուցե ինքնուրույն, ձեռք բերենք գիրք եւ ինքնուրույն հետազոտենք եւ այլն, որպեսզի հասնենք մեր նպատակին, դառնանք չեմպիոն։ Ահա այս քայլերի հերթականությունը հենց սա կոչվում է ռազմավարություն։ Մենք ընտրում ենք որ ճանապարհով գնանք, այս աստիճաններով կարծես թե։ Իմիջիայլոց այս քայլերի մեջ կարող են լինել նաեւ մարտավարական հնարքները, որ մենք նախորդ դասին ուսումնասիրել ենք, ինչպես նաեւ երրորդ դասարանում։ Խնդրեմ, երրորդ դասարանում մարտավարական հնարքներ անցել ենք կապը, կրկնակի հարվածը, զոհաբերությունը, եւ մինչ այս նախորդ դասերին մենք ուշադրություն դարձրեցինք շեղում հնարքին, ծանրաբեռնված խաղաքարին, եւ այս ցանկը շարունակելի է, մենք հետագայում դրանք կանցնենք։ Այսինքն մեր նպատակին ավելի շուտ հասնելու համար մարտավարական հնարքները միայն կարող են մեզ օգնել, աջակցել։ Այսպիսով քայլերի այս հերթականությունը, որ մեզ տանում է դեպի մեր նպատակը, կոչվում է ռազմավարություն։ Մենք պլանավորում ենք մեր քայլերը։ Есть ли у вас план, мистер Фикс? Есть ли у меня план? Есть ли у меня план? Что? Разумеется, у меня есть план, мистер Фикс. Ռազմավարություն նշանակում է ծրագրել պլան, պլանավորել։ Հիմա ինչպես պլանավորել շախմատում, օրինակ այս դիրքում խաղանք արքայով, թե ձիով, կամ ձիով փոխանակենք խաղաքարերը, ձիերը, թե ցատկենք Ե3 եւ այստեղից գրոհենք արքային, հայտարարենք շախ։ Իսկ գուցե ընդհանրապես ձիով հեռանանք C7 կամ E7 եւ այլն։ Եվ որպեսզի պատահական քայլեր չկատարենք եւ հերթականությամբ պլանավորենք մեր ճշգրիտ քայլերը, հարկավոր է գնահատել դիրքը։ Եվ այստեղ մենք վերադառնում ենք մեր նախորդ դասընթացներին, դիրքի գնահատում։ Ինչպես ենք գնահատում։ Ի սկզբանե արքաների դիրքը, այնուհետև ֆիգուրների ակտիվությունը, զինվորների դասավորությունը եւ թուլություններ։ Հիմա մեր օրինակում սպիտակ արքան ակտիվ է, ինչու՞։ Որովհետև նա ավելի է մոտիկ գտնվում զինվորներին եւ իր եւ մրցակցի զինվորին։ Տեսեք, սև արքան փոքր ինչ հեռու է զինվորներից։ Այս առումով սպիտակ արքան ավելի ակտիվ է։ Երկու ձիերը ակտիվ են, երկուսն էլ ակտիվ են։ Ինչ վերաբերվում է զինվորներին, սպիտակների զինվորը ավելի մոտ է վերջին հորիզոնականին, եւ եթե նրա ճանապարհը բաց լինի, երկու քայլից նա կփոխարկվի թագուհու, մինչդեռ սևերի զինվորը շատ անգամ հեռու է։ Այսպիսով կարելի է պլանավորել, որպեսզի սևերի ձին, որը ակտիվ է, մեզ չխանգարի, մենք ի սկզբանե պլանավորում ենք փոխանակել ձիերը։ Ինչու ենք փոխանակում, որպեսզի նաև մրցակցի արքան էլ ավելի հեռանա իր զինվորներից, մեր եւ իր զինվորից։ Տեսեք, զինվորներից ավելի հեռացավ, ահա այս քայլով։ Իսկ մեր արքան մինչդեռ շատ անգամ մոտիկ է։ Հետագայում, հաջորդիվ, մենք մոտենում ենք, վերցնում ենք մրցակցի զինվորը, բացում ենք ճանապարհը եւ մեր զինվորն ուղարկում փոխարկման։ Ահա քայլերի հերթականություն, ուրեմն նորից մենք գնահատեցինք դիրքը, հասկացանք, որ մեր արքան ակտիվ է, զինվորը մոտ է վերջին հորիզոնականին, եւ որպեսզի մրցակցի ֆիգուրը մեզ չխանգարի, փոխանակեցինք ձիերը, արքային հեռացրեցինք զինվորներից եւ հիմա կգնանք մրցակցի զինվորի ետևից։ Վերցրեցինք զինվորը, բացեցինք մեր զինվորի ճանապարհը եւ զինվորը շարժվեց դեպի փոխարկման։ Այսպիսով ռազմավարության ժամանակ, երբ մենք ցանկանում ենք պլանավորել մեր հերթական քայլերը, առաջինը, որ պետք է կատարենք, դա դիրքի գնահատումն է։ Սա պարտադիր է,
և ըստ դիրքի գնահատման, ըստ դիրքի առանձնահատկությունների, մենք արդեն կարող ենք ճշգրտությամբ որոշել գրոհել, թե պաշտպանվել, կամ փոխանակել խաղաքարերը, թե ակտիվացնել նրանց, և այլ ընտրանքներ։ Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ մեր հիշողության քարտեզը։ Եվս մեկ օրինակ, այստեղ խաղում ենք սպիտակներով, հիմա ինչպես պլանավորենք մեր քայլերը։ Հիշենք, որ սկսում ենք դիրքի գնահատումով, արքաների, ֆիգուրների, զինվորների։ Ինչպես տեսնում ենք, և սպիտակների, և սևերի արքաների ճանապարհները բաց են, նրանք խոցելի են։ Ֆիգուրները և սպիտակ թագուհին և սև նավակները ակտիվ են, երկու կողմի ֆիգուրներն էլ ակտիվ են։ Հիմա զինվորները, սպիտակներն ունեն զինվորների շղթա և թագուհու թևում և արքայական, սևերը ունեն Ժ6 և Ժ7 դաշտի զինվորների թուլություններ, սրանք կրկնապատկված զինվորներ են։ Նաև A3 զինվորը կիսով չափ անցունակ է, տեսեք նրա ճանապարհին չկան այլ զինվորներ։ Կա զուգահեռ ուղղաձիգից, սակայն մենք ունենք նաև պաշտպանություն։ Այսպիսով, եթե չլինեին այս ֆիգուրները, ենթադրենք այս ֆիգուրները չկան, մասնավորապես թագուհին և ակտիվ այս երկու նավակները։ Ահա այսպես, թագուհին և նավակները չկան, ապա այս դեպքում A3 զինվորը կշտապի փոխարկման դեպի վերջին հորիզոնական։ A3A4, սև արքան գտնվում է շատ հեռու, նա չի հասցնի կասեցնել, և եթե սևերը հարվածեն, նույնը կանեն սպիտակները, և շուտով կփոխարկվեն վերջին հորիզոնականում։ Այսպիսով, պլանավորումը հետևյալն է. առաջին հերթին մենք թագուհին փոխում ենք երկու նավակների հետ, սա գրեթե հավասար փոխանակում է, և ապա, ինչպես տեսանք, մեր զինվորիկը կշարժվի փոխարկման։ Հիմա ինչպես ստիպողաբար փոխենք թագուհին նավակների հետ, իհարկե կրկնակի հարվածով, թագուհի և 4 շախ, և մենք թիրախավորեցինք նավակը։ Շախից հարկավոր է ազատվել, ենթադրենք արքայով կարող է նահանջել, կամ գուցե նաև փակել շախի ճանապարհը, միևնույն է, մենք վերցնում ենք նավակը, սևերը, որպեսզի նավակ չկորցնեն, այժմ մենք ունենք առավելություն, հավանաբար կհարվածեն մեր թագուհուն, և մենք վերցրեցինք մրցակցի երկրորդ նավակը։ Խնդրեմ, և մենք ստացանք նույն դիրքը առանց ֆիգուրների, և մենք ունենք անցունակ զինվոր, որը շուտով կշարժվի փոխարկման։ Հիմա սևերը կարող են փորձել խանգարել, սակայն զինվորիկը A4 քայլով հպարտ քայլում է առաջ։ Տեսեք, այո, կարող են հարվածել այս զինվորին, սակայն այստեղ կծնվի ևս մեկ զինվոր, այժմ լիովին անցունակ զինվոր ունենք, քանի որ նաև կողքի ուղղաձիգից ոչ մի խոչընդոտ չկա։ Հիշենք քառակուսու կանոնը։ Սև արքան, սա մենք երրորդ դասանում ենք անցել, նույնիսկ եթե մոտենա, հեռու է սպիտակ զինվորի քառակուսուց։ Սա նշանակում է արքան չի կարող հասցնել խոչընդոտել զինվորի առաջխաղացմանը։ Հիմա տեսնենք, զինվորի յուրաքանչյուր քայլից հետո քառակուսին փոքրանում է։ Եվ այո, այստեղ օրինաչափություն է, զինվորը փոխարկվեց թագուհու։ Ամփոփելով, մենք ունենք նպատակներ, երազանքներ և պլանավորում ենք քայլերի հերթականությունը, ինչպես դրանց հասնել։ Այժմ անցնենք վարժություն տետրերի առաջադրանքներին։ Տրամագիր 1-ում մեզ խնդրում են գնահատել դիրքը։ Տեսեք, առաջին հերթին հարկավոր է գնահատել դիրքը։ Եկեք միասին գնահատենք։ Սպիտակ արքան նշված է, որ ակտիվ է։ Ինչու է ակտիվ։ Քանի որ նա գտնվում է բոլոր զինվորներին մոտ, այսպես ասած, իրադարձությունների կիզակետում։ Մինչդեռ սև արքան, տեսեք որքան հեռու է իր իսկ զինվորներից։ Այդպես էլ կարող ենք գրել, որ սև արքան հեռու է իր սեփական զինվորներից։ Ինչ վերաբերում է նավակներին, տեսեք սպիտակ նավակի ճանապարհները լիովին բաց են, նավակը շատ ակտիվ է։ Սև նավակի ճանապարհները նույնպես
հորիզոնականը հսկում է, սակայն մասամբ տեսեք իր արքան փակել է իր ճանապարհը, նավակը գտնվում է եզրագծում, եթե համեմատենք, այո, սպիտակ նավակը ակտիվ է, սև նավակը այդքան էլ ակտիվ չէ, եթե համեմատում ենք սպիտակ նավակի հետ։ Եվ ապա զինվորները, ինչպես տեսնում ենք, սպիտակ զինվորները հասել են կիսադաշտը եւ անցել այն, գտեցել եւ անցել են կիսադաշտը։ Եկեք հիշենք, որն էր կիսադաշտը, հա, այս սահմանային գիծը, տեսեք, մեկ դեպքում մոտեցել է մրցակցի կիսադաշտին, մյուս դեպքում արդեն անցել է մրցակցի կիսադաշտը։ Սա նշանակում է նրանք մոտ են փոխհարկմանը։ Եվ սևերի զինվորները, ինչպես տեսնում ենք, H7 զինվորը գտնվում է իր սկզբնական դիրքում, նա համարվում է ետ ընկած զինվոր։ Նա ունի պաշտպանության կարիք։ Սա թուլություն է։ Այսպիսով H7-ի զինվորը թույլ է։ Դիրքը գնահատելուց հետո մենք արդեն կարող ենք անցնել պլանավորման, ռազմավարական մեր ծրագրին։ Հիշենք, որ H7 զինվորիկը, ինչպես նշեցինք, թույլ էր, և մեր արքան ակտիվ էր, ինչու, քանի որ գտնվում է զինվորներին մոտ։ Եվ որպեսզի սև նավակը մեզ չխանգարի, մենք ի սկզբանե փոխանակում ենք նավակները, նավակ C2 շաղ, արքան հավանաբար կնահանջի D7, կարող է նաև B7, սակայն D7, որպեսզի և պաշտպանի իր նավակին, և հույս ունենա, որ ավելի մոտիկ կլինի իր զինվորին։ Սակայն մենք փոխանակում ենք նավակները, սրանով իսկ սև արքային հեռացնում էլ ավելի իր զինվորիկից, որը պաշտպանության կարիք ունի, և մեր արքայով մոտենում նրան վերցնելու։ Խաղը կարող է ունենալ հետևյալ տեսքը, տեսեք, արքան շտապում է H7 թույլ զինվորիկին, այո, ի վերջո հասավ նրան, հաջորդ քայլով զինվորները հերթականությամբ կարող ենք վերցնել և ապա սպիտակ զինվորներն ուղարկել փոխհարկման։ Հիմա գրենք քայլերի հերթականությունը։ Ուրեմն, մենք պլանավորեցինք առաջին հերթին փոխանակել նավակները, հետո արքայով, սպիտակ արքայով մենք մոտեցանք սև զինվորներին, հաջորդը մոտենալուն պես իհարկե նրանց վերցրեցինք, վերցրել սև զինվորները և դրանից հետո մեր սպիտակ զինվորներն ուղարկենք փոխհարկման, վերջին հորիզոնական, օրինակ փոխարկել թագուհիով։ Իսկ հիմա գրանցենք այն քայլերը, որ կատարեցինք։ Այսպիսով, նավակ D2-ը C2 շաղ, արքա C6-ը D7, վերցրեցինք նավակը, նավակ C2-ը վերցնում է C8, արքան է D7-ից վերցնում C8 և մեր սպիտակ արքան շարժվում է դեպի սև զինվորները, արքա E4 E5։ Շարունակում ենք դաս 13, տրամագիր 1, այստեղ նշենք, որ կողմն ունի նյութական առավելություն։ Յուրաքանչյուր կողմ ունի մեկ թագուհի, սևերն ունեն 3 զինվոր, սպիտակներն ընդամենը 2։ Փաստորեն սևերն ունեն 1 զինվոր ավել։ Այսպիսով սևերն ունեն նյութական առավելություն։ Բայց մենք կտեսնենք, որ դիրքային առավելությունը ավելի կարևոր է։ Եվ դիրքը գնահատելուց սկսում ենք արքաներով։ Տեսեք, սպիտակ արքան գտնվում է սև անցունակ զինվորի ճանապարհի, նրա քառակուսու մեջ։ Նշանակում է սև զինվորը առանց իր թիմակիցների աջակցության չի կարող անցնել փոխհարկման։ Սպիտակ արքայի դերը այստեղ շատ ակտիվ է, սպիտակ արքան թույլ չի տալիս։ Նաև մենք քիչ անց կտեսնենք, որ սպիտակ արքան հսկում է այնպիսի դաշտ, որտեղից մենք կարող ենք թագուհիները փոխանակել։ Սև արքան գտնվում է եզրագծում և ավելի շատ պասիվ դիրք է զբաղեցնում, ակտիվ չէ։ Տեսեք, նա նույնիսկ չի կարող դուրս գալ վերջնախաղում պայքարի, նրան կասեցնում է սպիտակ զինվորը։ Երկու կողմի թագուհիներն էլ շատ ակտիվ են, սպիտակներն ունեն անցունակ զինվոր H6 դաշտում և A5 դաշտում, տեսեք, զինվորը անցել է սահմանային գիծը և մտել մրցակցի կիսադաշտ, A5 զինվորը առաջ է անցել։ Սևերը նույնպես ունեն անցունակ զինվոր E4 դաշտում
Եվ օրինակ B7 զինվորը հետ ընկած է, հետ ընկած զինվորները շատ ժամանակ պաշտպանության կարիք ունեն։ Հիմա պլանավորենք մեր քայլերը, դիրքը գնահատելուց հետո մենք պլանավորում ենք, ինչպես հասնել հաղթանակի։ Տեսեք, եթե օրինակ թագուհիները չլինեին, մեր զինվորը շատ անարգել կանցներ վերջին հորիզոնական փոխարկման, ինչը չէր կարող անել սև զինվորը, ահա և մեր արքայի ակտիվ դիրքը։ Փաստորեն միտք է առաջանում թագուհիները փոխանակել և մեր զինվորն ուղարկել փոխարկման վերջին հորիզոնական, իսկ թագուհիները կարելի է ստիպողաբար փոխարինել խաղալով թագուհի F2։ Մենք կապի տակ առանք սև թագուհին, այժմ նա չի կարող մեզանից փախչել, խուսափել, և սևերը, որպեսզի չկորցնեն թագուհի, ստիպված են փոխանակել թագուհիները։ Տեսեք, ահա այս քայլով, թագուհի F2 և մենք կապ մարտավարական հնարքով ստիպեցինք փոխել։ Այսպիսով մենք կիրառեցինք կապ մարտավարական հնարքը։ Տեսեք, այն տեղի ունեցավ ռազմավարության շրջանակներում։ Մենք կապեցինք մրցակցի թագուհին։ Թագուհին վերցնում է F2, արքանը վերցնում է F2 և երկու քայլից հետո մենք կփոխարկվենք թագուհու։ Զինվորով առաջ շարժվելու իմաստ չունի, B7 զինվորով նույնպես կարող են խաղալ B5, մենք այստեղ կարող ենք կողանցիկ վերցնել, ահա այսպես, իսկ գուցե ուշադրություն չդարձնել և մեր զինվորն ուղարկել ևս մեկ քայլից հետո փոխարկման։ Փաստորեն մենք առաջին հերթին պլանավորեցինք փոխանակել թագուհիները, հետո մեր անցունակ զինվորը հաշվեցի փոխարկել թագուհու, ուղարկել փոխարկման, և ապա արքայի և թագուհու համագործակցությամբ հայտարարել մատ սև արքային։ Սա մեր ռազմավարական պլանավորումն էր։ Իսկ քայլերը հետևյալն են. թագուհի F8 F2, մենք ստիպեցինք սևերին փոխանակել թագուհիները, սևերը ստիպված վերցրեցին, թագուհի E3-ը վերցնում է F2 շախով, արքան է վերցնում F2 և սևերի ցանկացած քայլից հետո հաշվեց h7 և մեր զինվորը անցնում է փոխարկման հաջորդ քայլով։ Եվ հիշենք, որ այս ռազմավարության շրջանակներում մենք կիրառեցինք կապ մարտավարական հնարքը։